Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր սեպտեմբերի 29-ն է արդեն եւ մենք մի շարք կարևոր հարցեր ունենք քննարկելու ձեզ հետ միասին այսօրվա մեր եթերում, որոնք որ վերաբերում են Հայաստանին եւ ամբողջ աշխարհին։ Այնինչ տեղի ունենում աշխարհում օրեցօր միայն ու միայն նոր մտահոգություններ է ավելացնում մեզ մոտ։ Այսինքն աննախադեպ իրադարձություններ են տեղի ունենում, կարող եմ ասել, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սակայն նախքան հաղորդումը սկսելը, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որ արձագանքում են մեզ այս դժվարին օրերին, եղբորս հետ կապված, ես կրկին տրամադրում եմ PayPal-ի մեր հաշիվը, որով որ բոլոր ցանկացող մարդիկ, ովքեր որ ունեն հնարավորություն, կարող են աջակցել եղբորս ընտանիքին։ Սկսենք նրանից, որ ես երևի թե 3 տեղեկացրել էի, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ից 30 աշխատանքային այցով գտնվելու է Ստրասբուրգում, որտեղ որ մասնակցելու է ԵԽԽՎ-ի Նեստոր Շրջանի աշխատանքներին, նա արդեն իսկ այսօր հանդիպել է ԵԽԽՎ-ի նախագահի հետ, տարբեր հարցեր են քննարկել, շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ԵԽԽՎ-ի նախագահի միջեւ։ Դրանից բացի տեղեկություններ ունենք, որ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ից 30-ը գտնվում է Լեհաստանում, մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։ Եվ Հայաստանի մասով կարող եմ ավելացնել նաեւ այն, որ տեսակապով կարևոր քննարկում է այսօր տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության միջեւ, փոխարտգործնախարարի եւ պետքարտուղարի տեղակալի օգնականի միջեւ, հիմնականում քննարկել են ատոմային էներգետիկային հարցերը, խաղաղատոմային էներգետիկայի շուրջ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ համագործակցության հարց։ Գիտեք, արդեն շատ կարևոր փաստաթուղթ գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ստորագրված, եւ ես կարծում եմ, որ կոնկրետ այդ փաստաթղթի վրա են սկսել աշխատել, որպեսզի այդ փաստաթղթով նախատեսված կետերը կամաց սկսեն իրագործել։ Հայաստանը գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նաեւ խաղաղատոմային էներգետիկայի ծրագրերը խորացնելու ուղղությամբ։ Քանի որ օրը երկուշաբթի է, այս պահի դրությամբ, երբ որ մենք հիմա պատրաստում ենք մեր հաղորդումը, Հայաստանի շուրջ շատ հարցեր չկան քննարկելու, բայց օրվա երկրորդ կեսին երևի ունենանք, չգիտեմ երեկոյան կստացվի թե չէ, բայց վաղ առավոտյան կրկին նոր հաղորդում ենք պատրաստելու ձեզ համար, սիրելի հայրենակիցներ, իսկ հիմա անցնենք արդեն միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Եվ կարծում եմ ամենակարևոր քննարկող թեման այն է, որ Մոլդովայում հաղթանակ է տանում Մայա Սանդուի պրոեվրոպական կուսակցությունը եւ փաստացի պարտություն են կրում պրոռուսական ուժերը, այսինքն պրոեվրոպական ուժերը մեծամասնություն են ստանում Մոլդովայի խորհրդարանում, արդեն բազմաթիվ երկրներ Եվրոպայից ողջունել են պրոեվրոպական ուժերի հաղթանակը Մոլդովայում, եւ շատ կարեւոր է այստեղ նշել, որ Մոլդովայի շուրջ եւս շատ լուրջ պայքար էր ընթանում ռուսական ուժերի եւ եվրոպական ուժերի միջեւ, եւ փաստացի Մայա Սանդուի կուսակցությունը եւ պրոեվրոպական ուժերը կարողացան տանել միասնական հաղթանակ։ Եվ հիմա Մոլդովան փաստացի այդ ընտրությունների արդյունքով կշարունակի իր եվրոպական ինտեգրման գործընթացը։ Չեմ կարծում, որ շատ երկար արժի կենտրոնանալ այդ հարցի շուրջ, բայց սա կարծում եմ չափազանց կարևոր տեղեկություն է մեզ համար։ Հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Wall Street Journal-ը, ասում է, որ հրապարակման մեջ ասում է, որ Սի Ձինպինը պահանջել է Դոնալդ Թրամփից պաշտոնապես չեղարկել Թայվանի ճանաչումը, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ճանաչում Թայվանը, երևի խոսքը նրա մասին է, որ ուղղակի պաշտոնական հայտարարություն լինի այդ մասին կրկին, ու այդ աղբյուրի տվյալներով, եթե նման քայլի դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա դա շատ կարևոր պայման կլինի, որ տնտեսական բոլոր հարաբերությունները վերականգնվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։
Ինչ վերաբերվում է Եվրոպա, Ռուսաստան, ՆԱՏՕ այդ նոր առճակատմանը, գիտեք, այս մասին մենք շատ մանրամասն խոսում ենք, թե ինչպես բազմաթիվ դրոններ հարձակվում են եվրոպական երկրների վրա, Ռուսաստանը դրոններ է ուղարկում տարբեր երկրների վրա, այդ դրոնները մեծ խնդիրներ են առաջացնում ավիացիայի համար, խաղաղ ավիացիայի համար, ինչպես նաև նկարահանումներ են իրականացնում տարբեր ռազմաբազաների վրա, եւ հիմա արդեն Reuters-ի տվյալներով ՆԱՏՕ-ն այս կապակցությամբ որոշում է կայացրել, որ Բալտիկ ծովում ավելացնելու է իր ներկայությունը։ Դրանից բացի արդեն 2 օր է հստակ տեղեկություններ են տարածվում, կան նաև տեսանյութեր, որ Էստոնիա մտնում են ամերիկյան զորքեր, ամերիկյան տանկերի տեղաշարժ է գրանցվել եւ դա եւս շատ կարեւոր, չափազանց կարեւոր ուղերձ է Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ ահա այս ֆոնին շատ կարևոր հայտարարություններ է նաև արել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա ասել է, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսները ընդհանրապես հրաժարվում են ուկրաինացիների հետ որևիցե բանակցություններ անցկացնել, եւ ահա այդ ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկում են Ուկրաինային տամագավ հրթիռների տրամադրման հարցը, բայց արդեն ՆԱՏՕ-ի միջոցով, այսինքն ոչ թե ուղիղ, այլ ՆԱՏՕ-ի միջոցով։ Փաստացի նույն միտքն է հայտնել նաև ամերիկացի գեներալ Քիթ Քելոգը, նա նաև հատուկ բանականացն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռուս-ուկրաինական պատերազմի մասով, գիտեք, 2 բանականաց կա, մեկը գեներալ Քիթ Քելոգն է, բավականին տարեց մարդ, փորձառու գեներալ, նաև արդեն քաղաքական գործիչ կարելի ասել, եւ մյուսը Վիտկոֆն է, բիզնեսմեն Թրամփի ընկեր, որը որ ավելի կարծես ինչ որ միտեղ պրոռուսական նաև դիրքորոշում ուներ, իսկ Քիթ Քելոգը ավելի պրոուկրաինական դիրքորոշում ունեցող գեներալներից մեկն է։ Միջայլոց երբ որ նա լինում է Ուկրաինայում, Ռուսաստանը այդ ժամանակ դրոններ եւ հրթիռներ չի արձակում Ուկրաինայի ուղղությամբ, հենց որ 3 շատ լուրջ աննախադեպ հրթիռային եւ դրոնային հարձակման է կրկին ենթարկվել Ուկրաինան։ Երևի այդ մասին եւս դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, բայց վերադառնանք Քելոգին։ Քելոգը ասել է, որ կարծում եմ, այո, Թրամփը թույլ է տվել Ուկրաինային հերահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։ Սուրբ տարածքներ չկան, ասել է Քիթ Քելոգը, եւ պարզ է թե ինչ նշանակություն ունի այդ արտահայտությունը, դրանից բացի արդեն կա նաև արձագանք Ռուսաստանի Դաշնությունից, Մեդվեդևն է կրկին արձագանքել, ասել է, որ պարզ չէ թե ովքեր են այդ տամագավքները, եթե ստանա Ուկրաինան արձակելու Ռուսաստանի ուղղությամբ, Ռուսաստանի խորքը դա անելու են ամերիկացիները, թե ուկրաինացիները, եւ դրանից ելնելով արդեն Ռուսաստանի Դաշնությունը կկայացնի որոշումներ։ Սա է այս պահի դրությամբ, սիրելի հայրենակիցներ, ինչ մենք ունենք երկուշաբթի օրը, մինչև կեսօրը, կարծում եմ օրը դեռ նոր է սկսվում եւ մենք արդեն շատ մանրամասն հետաքրքիր տեղեկություններ կունենանք օրվա երկրորդ կեսին։ Միշտ էլ այսպես է ստացվում, երկուշաբթի օրերը մենք շատ ավելի քիչ սուղ ինֆորմացիա ունենք թե Հայաստանից, թե ամբողջ աշխարհից։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։